Ժորժան, նախաքննության գաղտնիքա շատ բաներ չեմ կարա բացահայտեմ, բայց մի քանի բաներ ասեմ, որ դուք պատկերացնեք, երբ որ ես կարծում եմ, որ Գարիկ Գալյանի գործով մեղադրանք անօրինական մեղադրանք է եւ միշտ այդ մասին ասել եմ մյուս զովասցանողի, երբ որ ծանոթացա այս մեղադրանքին, ես հասկացա, որ Գարիկ Գալյանի գործով մեղադրանքը խիստ օրինական մեղադրանք է։ Այսինքն այն ինչ որ ես տեսա, օրինակ նոր 5 մենք տեսանք, կալանքի 5 մենք տեսանք այնպիսիք, ինչպիսիքն է հակաիշխանական հայացքներ ունենալը, որ կալանքի հիմք է համարում հակաիշխանական հայացքներ ունենալը, իշխանության գաղափարները չկիսելը, գաղափարական տարաձայնություններ ունենալը իշխանության հետ։ Մենք հասկացանք, որ դա կալանքի հիմք է։ Այլակարծությունը, Անիջան, որ գաղափարական տարաձայնություն ունենալը դա կալանքի հիմք է եւ ես դատարանում ասացի, որ այդ հիմքով Հայաստանի Հանրապետության 80%-ին այս բան կարա կալանավորեք։ Չէ, դեռևս խորհրդակցական սենյակում է մի ժամ ու կես ընթացքում հավանաբար որոշումը կկայացվի, չգիտեմ, բազմաթիվ հարցեր տվեցինք, պատասխաններ չստացանք, անձին մեղադրանքի առաջ չեմ կարա բացահայտեմ հանգամանքները, թեպետ ամեն ինչ արդենից բացահայտված է, բայց անձին մեղադրանքի առաջադրված Բագրատ Սրբազանին ճանաչելու եւ նրա տանը գտնվելու նարդի խաղալու համար։ Ուրիշ բան չասեմ։ Ընդամենը ոչ, Բագրատ Սրբազանին ճանաչելու համար, ասում եմ, այլ բան չկա մեղադրանքով։ Մենք բոլորս էլ ճանաչում ենք ձայնագրություններ, թեկուզ այսպես մոնտաժված կծկտուր։ Ոչ, ձայնագրություններ, որին մասնակցել է Արա Ռոստոմյանը եւ որը իր մեջ պարունակում է անօրինական որևէ գործողության պլանավորում, չկա։ Բառից իմաստով գոյություն չունի։ Կա միջնորդության, որ պլանավորել են որոշակի անօրինական գործողություններ, բայց միջնորդությանը կից նյութերում այդպիսի բան գոյություն չունի։ Եք համարում, որ այնպիսի դատավորներին է այս կալանքի միջնորդությունները բաժին հասնում, որոնք որպես կանոն իշխանությանը ոչ հաջող մարդկանց մասով կալանք են կիրառում։ Եկեք այս բանի դատավորների վարքագիծը չգնահատենք, դատանը դեռևս գտնում է առանձին սենյակում։ Լավ, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն։ Փաստաբանը նշեց, որ որևէ հիմք չկա, ըստ էության հիմք է